Պարոն Սուքերասյան, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից սկսած կոշտ քննադատում է եկեղեցուն, նշում է, որ մեր եկեղեցիները չուլանի են վերածված, այնտեղ գնում ես, տեսնում ես մետլախ, մահճակալ, կոշիկ, ավազ, ցեմենտ, հակադարձում են օրինակ Սյունիքի թեմի առաջնորդն ասում է, բայց եթե շինարարություն է, ինչ լինի։ Դուք ինչպես եք ես, հա, իշխանություն եկեղեցի ես հարաբերությունների հերթական լարումը մեկնաբանում։ Նախ ասեմ, որ մինչև վարչապետը, ոնց մենք հավանաբար մի 3-4 տարի է, դա հենց առաջ էլ իհարկե, բայց վերջին 3-4 տարին, երբ մեր եկեղեցու ղեկավար դասի մի հատված որոշեց, որ պետք է դուրս գա պետության դեմ եւ զբաղվի քաղաքականությամբ, թողնելով հոգեվոր կյանքը, թողնելով մեր եկեղեցու դավանանքը, մենք առաջին իրենց քննադատել ենք։ Այստեղ իհարկե իշխանության պարագան, նախ որ ասենք եկեղեցուն, իշխանությունը եկեղեցուն չի քննադատում, եկեղեցու ղեկավար դասի մի հատվածին է քննադատում, որ ճիշտ է անում, մենք էլ ենք անում։ Իհարկե, եթե մենք լինեինք իշխանություն, այդ հոգևոր դասը չէր լինի, որ մի հատ էլ պետություն ցնցեր, որ մի հատ էլ գետնի տակից քաղաքականացված սարբազան ճարեր, բերեր ներհասարակական, ներպետական կյանքը մխտարեր, միջպետական կոնֆլիկտ առաջացներ, չթողեր պետությունը սահմանազատում աներ։ Եթե մենք նայենք մեր եկեղեցու հոգևոր դասի, ղեկավար դասի մի հատված, բնականաբար ոչ բոլորն են, բայց այն երևացող հատվածը հակապետական գործունեությամբ է զբաղված, հակապետական։ Մարդիկ գոնե մեր եկեղեցու բարձրությունը վերցնեն եւ մեր ժողովրդին հետ բերեն դեպի եկեղեցի, ոսի մեր ժողովրդի մոտ հոգևոր կյանքը ամրանա, մեր ժողովրդի դիմադրողականությունը ամրապնդվի, իրենք այդ մարդիկ զբաղված են հրաժարական տուր, եթե տենց է դուք էլ հրաժարական տվեք։ Ով է, եթե քաղաքական իշխանությունը հոգևոր դասի պահանջով պիտի ինչ-որ բան անի, որի իրավունքը հոգևոր դասը չունի, ապա ինչու քաղաքական իշխանություն չի կարող անել, ինչու չի կարող անել։ Հետևաբար այդ քննադատությունը շատ նորմալ է, եւ մենք որպես ժողովուրդ եւ մեր եկեղեցու հոգևոր դասը շատ պարտավոր են հավատարիմ մնալ մեր եկեղեցուն, բայց մեր եկեղեցու հոգևոր դասը ոչ մեր ժողովրդի հետ կապ ունի, գլխավորների մասին է խոսքը, ոչ մեր պետության հետ կապ ունի, ոչ մեր եկեղեցու հետ կապ ունի, ոչ քրիստոնեության հետ կապ ունի, ոչ էլ մեր եկեղեցու դավանանքի հետ կապ ունի։ Հիմա նայեք, ձեզ առիթ ունեցել եմ ասել, հիմա էլ եմ ասում, գետնի տակից կար ճարած սրբազան, որը առաջ էր քաշել հոգևոր Հայաստանի իրենց ընկալումով տեսլականը եւ դրանով գրոհում էր պետության դեմ, չէ՞։ Հիմա նայեք, մեր եկեղեցու դավանանքը արգելում է հոգևորի եւ նյութականի տարանջատումը, արգելում է։ Մեր եկեղեցին Աստծո կերպի բացատրության վերաբերյալ միաբնակ է, մեր եկեղեցին ինչ է ասում, հոգին չի կարող լինել առանց մարմնի, մարմին առանց հոգու։ Դրանք իրարից անջատ չեն, չկա հոգևոր Հայաստան ըստ մեր եկեղեցու դավանանքի։ Հիմա դուք տեսել եք մի հատ հոգևոր, մի հոգի, կանգնի ասի լսի, այդ նյութական եւ հոգևորը չի կարող ըստ մեր եկեղեցու դավանանքի առանցին, տեսել եք, չէ։ Բայց հիմա երբ որ այս մարդիկ այս այլանդակությունները անում են, բարձում է դա մի քիչ նորմալ է, բայց երբ որ իրենց պետք է բացատրես, որ իրենք այլանդակություն են անում, դա մի քիչ այդպես լավ չի ընկալվում, հա, ինչի։ Լավ է արել է, եթե, բայց էլ եմ ասում, ինքը քննադատել է, եթե երեկվա ելույթը նկատի ունեք, մեր եկեղեցու հոգևոր դասի փնթիությունները, որ ճիշտ է արել։ Դա նշանակում է, որ պետք է Հայաստանի վարչապետը Facebook-ում կներեք, ես պետք է բառացի մեջ բերեմ, ոչ եթերային այս միտքը, սրբազան գնա շարունակի քերուտ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Պետք է արդյոք այդ քննադատություններին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն այսպիսի բառամաթեր կօգտագործի։ Ուրախ ինչ է նշանակում այդ բառը, մենք էլ հասկանանք, ինչ բառ է։ Եթե վատ ընկալում ունի, բացատրեք հասկանանք վատ։ Ինչ ընկալում ունի այդ։ Դե չգիտեմ, դուք ներկայացնում եք վատ բառ է, ես լավ չգիտեմ այդ ինչ է նշանակում, որ բացատրեք հասկանամ։ Իսկ ընդհանրապես նայեք,
Հարցի երկրորդ մասը Վատ բառ չի այսինքն դա։ Չգիտեմ, ես դա ինչ է նշանակում։ Միգուցե դուք գիտեք, բացատրեք հասկանամ։ Այդ բառը ինչ բառ է նշանակում։ Նայեք, նախ հələ պետք է հասկանալ ճիշտ է ասել, թե չէ։ Հիմա բառի ձևական կողմի մեջ ենք խորացել, այս բառը լավ ճիշտ է ասել, թե չէ։ Սա պետք է մի հատ նաև հասկանալ, բայց դե հա, ընդհանրապես նայեք։ Լավ կլինի, որ մենք քաղաքականապես այնքան զարգանանք, մեր ներհասարակական կյանքը լինի այն բարձրության վրա, որ մենք ստիպված չլինենք մեզ թույլ տալ այնպիսի բառապաշար կամ այնպիսի ձևակերպումներ, որոնք էթիկական կողմի տեսանկյունից ընկալելի չլինեն մեզ համար, բայց տեսեք, էլի հարցը գնում է ձևայնացման, այս բառը լավ բառ չի, հա, իհարկե պարզ է, կարծում եմ արժեր շատ ավելի նրբանկատ լինել եւ այլ ձևակերպումներ որոնել վարչապետը, բայց եկեք մի հատ էության մեջ խորանանք, ճիշտ է ասել, թե չէ, ես ես առաջարկում եմ դա բարձեք էլ ինչ կլինի։ Մեր լրագրողները կամ չգիտեմ շատերը, մեր ժողովրդի քաղաքական գործիչների կյանքն է, չէ, քրքրում անընդհատ։ Մի հատ գնանք, մի հատ օրինակ բան կա, չէ, լրագրողներ կա, որոնք անընդհատ հետաքննություններ են, թող մեկ գնան հետաքննեն, ճիշտ է ասել, թե չէ, եւ հետո հասկանանք այդ մարդիկ իրենց երթմանը տեր են, թե չէ։ Բայց սրանք գիտեք ոնց է, այս ամենը, եթե նայեք, մեր որպես հասարակություն, մեր բարոյական արժեքների, մեր հոգևոր ընկալումների, մեր մշակույթի ցածր մակարդակի մասին է խոսում։ Ինչ էլ է այդտեղ մեր մշակույթը։ Սա լավ բան չի։ Եվ այստեղ այո, մեր եկեղեցին դեր ունի։ Մենք անընդհատ տեսեք, եկեղեցուն մի կողմ են քշում, եկեղեցուն չէ, հոգևոր դասին, բայց մենք դի նկատի ունենք մեր ժողովուրդը 1700 տարի քրիստոնյա է, մեր ժողովուրդը իր եկեղեցու հետ շատ է կապված։ Բայց այս մարդիկ տեսեք ինչ են արել, մի կողմ են քաշվել հասարակությունից, եկեղեցին սկսել են հասարակության օտարել են եկեղեցուց, ես քաղաքականությամբ զբաղվել։ Դրա համար ինչ ասես պետք է ասեն, էլի։ Իհարկե, էլի եմ ասում, բառերի ընտրության հարցում կարելի է շրջահայաց լինել, բայց հիմա եթե մեր սառեցվածները, հալածվածները, չգիտես, նորից հեսա կարող է միատել նորից սառացվածի ճարեն բերեն, եթե մեր հոգևոր դասը իրեն թույլ է տալիս այնպիսի շքեղություն, ինչպիսին է հակադրվել քրիստոնեությանը։ Այսինքն, երբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում, Նիկոլ Փաշինյանը պետք է այսպիսի հարցադրում անել, սա հաջորդ գրառումն եմ կարդում։ Իսկ անհրաժեշտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսած դասից քանի հոգին է հավատարիմ կուսակրոնության ուխտին։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանին չեն քննադատում, եւ այդ խնդիրը եթե իսկապես կա հասարակության եկեղեցականների շրջանում, այդ մասին պետք է լռել, ձայն չանել, դա մեր սուրբ կովն է այդ թեման չանդրադառնալ, բայց հենց մի հատ Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած, խայթեն, պետք է ամեն ինչ ջրի երես անել։ Նախ ինքը հարց է տվել։ Ինքը չի ասել պետք է գնալ անել։ Մարդը հարց է տվել։ Դուք հիմա նայեք ձևակերպումների մեջ բան եք անում։ Հարց է տվել։ Հիմա կարող եք պատասխանել վայո կամ ոչ ենթադրենք, կարող որոշում եք որ ոչ։ Բայց պարզապես հարցերը հենց այնպես չեն։ Բայց հնչում։ այստեղ նայեք վարչապետից առաջ մենք կոնկրետ, մենք քանի տարի է ասում ենք, որ մեր եկեղեցին թողել է որ մեր եկեղեցու հոգևոր դասը վաղուց հրաժարվել է հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու դավանանքից։ Վաղուց է հրաժարվել։ Հիմա տեսեք 40 անգամ ասել եմ, ելի եմ ասում։ Մենք քրիստոնեություն 3 ճյուղ ունի, չէ՞, առաքելական, ուղղափառ, կաթոլիկ։ Կաթոլիկների հոգևոր առաջնորդը ամբողջ աշխարհում Հռոմի Պապն է, ճիշտ է։ Ուղղափառ եկեղեցին արևելաեվրոպական հունական ճյուղն է։ Հիմա ռուսները ասում են մեր Կիրիլն է։ Ինքը չի իհարկե, բայց քանի որ ռուսները շատ են ուզում իրենց լինի, թող իրենց լինի։ Իսկ առաքելական եկեղեցու առաջնորդը ամբողջ աշխարհում մեր կաթողիկոսն է։ Մեր կաթողիկոսը Հռոմի Պապին հավասար է։ Դուք տեսել եք երբևէ այս մարդիկ իրենց այտենց պահեն։ Տեսել եք։ Դուք տեսել եք սա։ Տեսել եք, որ տեսեք մենք որպես ժողովուրդ քրիստոնեության մեջ էլիտար ժողովուրդ ենք, մենք մի ճյուղի ղեկավար ենք։ Դուք տեսել եք մի անգամ սա որպես ճյուղի ղեկավար դիմի քրիստոնեական աշխարհին օրինակ արցախայության հարցով, որ քրիստոնեական Հայաստանը գրոհի է, տեսել եք։ Այնինքն դա պետք է անի։ Իրենք սա չեն անում։ Թողել մտել են քաղաքականության։ Վարչապետը սենց ասեց, այնից վարչապետի ասեց ինձ չի հետաքրքրում։ Ես իրենց մեղադրում եմ։ Հա պետք է գնաս դուք էլ, հենց այդպես։ Իհարկե շատ բան է ասեմ ձեզ, նայեք։
Ում պետք է ստուգել ընտանիք ունի թե ոչ անորին։ Սաղինը պետք է ստուգել, եթե այդ մարդը, եթե բոլորին էլ պետք է ստուգել, բայց ինչ պետք է անել։ Եթե այդ մարդի, բոլորը ինչ է։ Կա անձեռմխելի անձ է, ով է ինքը։ Թազա նոր տեսակի մարդ է իրեն չի կարելի գում, ինքը ով է։ Ով ինքը պարտավոր է հավատարիմ մնալ մեր եկեղեցուն, ինքը մեր եկեղեցուն հավատարիմ չի։ Հիմա ես որպես քրիստոնյա մարդ, ես պահանջում իր հրաժարակը, թողելի գնա, որտեղ այդ մարդիկ էլի եմ ասում, դրանք դեմ են մեր դավանանքին։ Դուք տեսել եք մի անգամ այդ մարդը 40 անգամ ասել եմ, էլի եմ կրկնում։ Մեր եկեղեցու դավանանքը, նայեք, ուղղափառ եկեղեցին եւ կաթոլիկը Աստծո կերպի բացատրությամբ ընդունում են երկբնակություն, նրանք ասում են երկու հատ կա, երկնային Աստված եւ երկրային։ Մեր եկեղեցին ասում է Աստված մի հատ է, հոգին չի կարող լինել առանց մարմինի, մարմինը առանց հոգու։ Հիմա այս մարդը, այդ Սարեսով Սրբազանը, ասում է հոգևոր Հայաստան, այսինքն նյութականից առանձնացնում է մեր եկեղեցու դավանանքը արգելում է դասես։ Նայ մենք ինչ ենք, խոսք ունենք, չէ՞, ասում ենք մարդ Աստծո։ Աստված եւ մարդը եւ Սուրբ Հոգի առանձին չի։ Հիմա այս մարդը նույնիսկ մեր եկեղեցու դավանանքն է խաղ։ Կաթողիկոսը մի անգամ տեսել եք, ասի տաղա ջան, հարգելի Սարեսված Սրբազան, դա մեր եկեղեցու դավանանքի դեմ է, տեսել եք։ Հիմա այս մարդիկ մեր եկեղեցու դավանանքն այլասերում են։ Ժողովրդին կտրել են եկեղեցուց, քաղաքականությամբ զբաղվում են։ Գիշեր-ցերեկ պետք է ներհասարակական կյանքն են մղտերում, բայց հանկարծ մի հատ իրանց որ բան ասիկ այդ խնդրեմ է։ Այստեղ վարչապետի ասած ինչ չի տակրում։ Ես իրենց մեղադրում եմ մեր եկեղեցու դավանանքը այլասերելու մեջ։ Եվ ես պահանջում ունեմ հրաժարական տալ։ Հանուն Աստվածաշնչյան Հայաստանի, հանուն Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու։ Այնպես խնդիրը տեսեք, որ եթե մեր ժողովուրդը կպնի իր եկեղեցու, դուք կտեսնեք ինքը ինչքան ուժեղանա, բայց իրենք դա գիտեն, հավանաբար Ռուսաստանը դա գիտի, սրանց միջոցով չի թողում։ Հերու պայեք եկեղեցուց, գնացեք զենազական կյանքը մղտարեք։ Դա համար ինչ ասեմ, սա խնդիրներ են, լավ բան չի իհարկե։ Լավ չի, եթե սա կոնֆլիկտի վերածվի, լավ չի։ Բայց լավ կլինի, որ մեր եկեղեցու հոգևոր դասը որոշի, որ հանուն Հայաստան ինքը գնալու է ճգնավորությամբ զբաղվի։ Այդ է կլինի իր ծառայությունը Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցուն եւ մեր ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում արել, ասում է ոմանց ուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ, մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է ու դա ոմանց չի ուզում։ Այսինքն սա արդեն ինքը պնդում է անում, հարցադրում չի անում, որ պաշտոնապես հոգևոր վերնախավի կեսը պաշտոնապես ամուսնացած չէ։ Եվ ոչ պաշտոն, սա ինչ է նշանակում։ Դե հիմա չգիտեմ, նայեք, իմ այդ մանր-մուներ բաների մեջ ասենք այս բան չի, դա թող ինքը բացատրի։ Սկանդալային բան, ասում եմ, հոգևոր վերնախավի բանը մեծ կեսը պաշտոնապես ամուսնացած չէ։ Այսինքն, բայց ամուսնացած է իրականում։ Ստացվում է, dass պաշտոնապես չէ, բայց այսինքն հիմա նայեք, եթե մենք այս ձեր բզբզենք, մեր եկեղեցու հոգևոր դասի մոտ այնպեսի, ինձ օրինակ նայեք, դրանք մանր թեմաներ են համար։ Անհատապես եսի ինչ, օրինակ ասեմ նաև կուսակրոնությունը, որ իհարկե մեր եկեղեցու ավանդույթների մեջ իմ համար հասկանալի բան չի։ Ասենք մի քիչ հակաբնական կուսակրոնը որն է քեզի բան։ Կարելի է շատ բաներ քննել եւ հասկանալ, բայց ինձ օրինակ այդ անհատական բանը սիենը նրա ինձ հետաքրքիր չի, ինձ հետաքրքիր է մեր եկեղեցու դավանանքը, մեր հոգևոր դասը, մեր եկեղեցու դավանանքը պաշտպանում է, թե չի պաշտպանում։ Հիմա ծառայություն ունեցել եմ ասելու, հիմա էլ եմ ասում, մեր կաթողիկոսի եղբայրը Ռուսաստանում Նախիջևանի թեմի հայկական թեմի առաջնորդն է։ Այդ մարդը հարցազրույց ունի մի քանի տարի առաջ, ասում է հայկական եկեղեցին երկբնակ է, սուտ է խոսում։ Մեր եկեղեցին միաբնակություն է ընդունում։ Հիմա այդ մարդու արածը ինչ է, այդ մարդը այլասերում է մեր եկեղեցին, որպեսզի մտցնի ռուսական եկեղեցու ոտերի տակ։ Հիմա սա չի կարևորը, մեր եկեղեցու այլասերումը չի կարևորը, ինչ որ մի հատ բանը, ինչ որ հոգևորականը ամուսնացած հետաքրքիր չի դա, ընդհանրապես հետաքրքիր չի։ Ինձ հետաքրքիր է, որ իրենք հավատարիմ մնան մեր եկեղեցու ավանդույթներին։ Ես վարչապետը իրաց հետ ինչ հարց ունի, թողի հարցերը։ Բայց դուք ինչպես եք այս վարչապետի գործելավոճը, հա, ընտրված բառերը, այս դիրքավորումը մեկնաբանում, սա ինչ է նշանակում։ Նայեք, հա, թարապես եթե նորից էլի գնանք մեր մշակույթին, անհարիր բան է։ Հայկական որտեղ մեր մշակույթը շատ բարձր է, բայց իրադրությունը հասել է նրան, երբ որ մենք մեր եկեղեցին չկարողացանք մաքրել ռուսական կագեբեից, որոնց խնդիրն է այլասերել եկեղեցին, որոնց խնդիրն է հեռու պահել ժողովրդին եկեղեցուց,
որոնց խնդիրն է ցույց չտալ, որ այս ժողովուրդը իր եկեղեցու հետ կապվի, որովհետև եթե կապվես, շատ է ուժեղանալու է ժողովուրդը։ Որոնց խնդիրն է իրոք է քաղաքական գործիչներ արտադրել։ Մեր եկեղեցին բարձում է այս ձևական ֆորմալ իմաստով շահերի խմբերի է վերածվել։ Քաղաքականությամբ է, քաղաքական գործիչները արտադրում անընդհատ։ Էմի բանը Սարպազանը Լենինականից է դուրս տալիս։ Եվ այսպես բոլոր տեղում այլ դրա համար է երբեմն կարող է բերի նման բաների, նման պորտկումների, նման բաների։ Դա էլ եմ ասում, այստեղ իշխանությունը խնդիր ունի։ Եթե իշխանությունը շատ լիբերալ չլիներ, շատ լիբերալ պետք է լիներ, բայց ինձ շատ լիբերալ, եւ գնում է որ ինքը ոչ մի բանի հետ գործ չունի։ Այնքան լիբերալ են, որ մարդկանց անձնական կյանքի մեջ են մտնում։ Դա ուրիշ, դա լիբերալիզմի հետ կապ չունի, լսեք, նայեք, եթե ինքը շատ լիբերալ չլիներ, օրինակ լիներ քրիստոնյա ժողովրդական կուսակցությունը, այս կաթողիկոսը չլինի, եւ այս դիսկուրսը չէր առաջանա։ Բայց քանի որ ինքը գիտեն, որ այս իշխանությունը չի կարող կաթողիկոս փոխել։ Չէ, փոխում ես, կանչում ես, ասում ես հրաժարական դու այդքան բան։ Որովհետև այդ մարդիկ, լսեք, էլի եմ ասում, մեր եկեղեցին, մեր ժողովրդի կյանքի մեջ, մեր պետության կազմակերպման մեջ նույնիսկ, մեծ նշանակություն, այսինքն դուք ինչ անեք, եկեղեցին թողեք ռուսական կակեբեին եւ ասեք դες գործ չունեմ, հա դրան, ու սկսեք իրար ինչ-որ բառերով հայոյեք կամ չհայոյեք, բոյդ կարճ է, քո բոյն է կարճ, ամուսնացած ես, այսինքն այս դիսկուրսը դա լինելու է, մինչեւ այդ հարցը չլուծվի։ Ես լավ բան չի, երբ որ հակադրություն է լինում, բայց այստեղ գլխավոր մեղավորը մեր եկեղեցու հոգևոր դասն է։ Իրենք են հասցրել սրա։ Իրենք այնքան այլասերեցին, որ վիճակը հասավ նրան, որ առաջացավ այսպիսի դիսկուրս, որ լավ չի։ Ելի եմ ասում, դա համար ես իշխանության առաջարկում եմ եւ նաեւ մեր եկեղեցու առողջ հոգևոր դասին։ Այդ կաթողիկոսին կանչիկ թող հրաժարական տա։ Եթե ոչ, այսպիսի բանը շատ է լինելու։ Եվ կարող է նաև առաջանալ ավելի մեծ հակադրություն, որը լավ բան չի։ Չէ, բայց եթե կաթողիկոսն է պահանջում վարչապետի հրաժարականը, ասում եք չի կարելի իրավունք չունի, բայց դեպքում քաղաքական որովհետև ինքը մեր եկեղեցու, որովհետև այդ մարդը նայեք ոնց է, դուք հարցը տանում եք ձև, ես ասում եմ այդ մարդը կակեբեշնիկ է։ Դուք ասում եք իրավունք չունի, այդ մարդը, նայեք, մեր դա համար գիրք են կարդում։ Նայում եք պատմությունը։ Ոչ թե որ ես բան չունեմ ապացուցում, ինքը փաստով ապացուցում է։ Մեր վերջի կաթողիկոսը սովետական դա եղել է Խորեն Մուրադբեկյանը, որը Սարդարապետի ճակատամարտի կազմակերպիչներից է եղել։ 1937 թվականին սովետական կագեբեն Պրովոդով խեղդել է։ Այդ մեր վերջի կաթողիկոսի։ Հետո բերել է կագեբեշնիկներին, հագցրել է վեղարը։ Դու կաթողիկոս ես, դու Սարփազան ես։ Եվ սա սրանց սերունդներն են։ Սերունդներն են։ Հիմա ես հարց եմ տալիս։ Եթե մարդը եղբայր ունի, որը ասում է մեր եկեղեցին երկբնակ է, կագեբեշնիկ չի, ինչ է այդ մարդը։ Ինչ է այդ մարդը։ Դուք տեսել եք աշխարհում Գերմանիայի եկեղեցին Գերմանիայի իշխանության դեմ դուրս գա։ Տեսել եք այդպիսի բան։ Իրենք ես կկախեն չեն անի այդպիսի բան։ Դրա համար այս խնդիրը առաջացել է եւ առաջանալու ինքը իրավունք չունի պահանջել։ Ես ունեմ, ես որպես քաղաքացի պահանջում եմ։ Իսկ հակառակը ասեցի, եթե մենք լինենք իշխանության, ինքը վաղուց հրաժարական է տվել։ Հանուն մեր եկեղեցու եւ հանուն քրիստոնեության, որովհետեւ այդ մարդը քրիստոնյա չի բարձվում է։ Քրիստոնեությունը նայեք, ձեզ մի բան ասեմ։ Քրիստոնեություն ունի հիմնարար սկզբունքներ։ Քրիստոնեության սոցիալական ուսմունքի մեջ հիմնարար սկզբունքներ կա։ Մի հիմնարար սկզբունքը շատ եմ ասել, եմ ասում, սուբսիդիարության սկզբունքն է, կարեկցանքի սկզբունքն է։ Եթե դուք քրիստոնյա եք, դուք եք մանավանդ հոգևոր ենել։ Դուք այս սկզբունքը պիտի ընդունեք։ Հիմա տեսեք, կա Սարփազան մի հատ, Գյումրի թե եկել էս մեկը, Սարեսվածը, որոնք որևէ կերպ կարեկցանքով չեն վերաբերում իշխանությանը, որը պարտվել է, չէ՞ պատերազմում։ Նաև իրենց կագեբեշնիկների միջոցով։ Հիմա կապ չունի դուք անհատա հայ ես, մայ ես, այտենց իմ հայրենիք, բայնիկ չի։ Քրիստոնեությունը պահանջ ունի։ Դու պարտավոր ես կարեկցանքով վերաբերել։ Կարեկցել են այս մարդուն։ Կարեկցել են, իրենց բացատրությունը ինձ հետաքրքիր չի։ Տատուսարև հանուն Հայաստանի հոգեව այդ թող գրեն իրենց տատերին պատմեն կամ կագեբեին պատմեն։ Իրենք պարտավոր են կարեկցանքով վերաբերել, եթե իրենք քրիստոնյա են, վերաբերվել են կարեկցանքով։ Տեսել եք։ Ոչ։ Հիմա ինքը քրիստոնյա չէ։ Որտեղ եմ ասում, կապ չունի քրիստոնեությունը վերազգային բան է, վերպետական բան է։ Ոնց որ օրինակ հումանիզմը, մարդասիրությունը, չէ՞։ Եթե դուք մարդասեր եք, դուք պետք է լինեք վերպետական, վերազգային։ Ինչպես օրինակ նայեք, Տոլստոյի վերաբերյալ բան կա տարածված, չէ՞։ Որ Տոլստոյը մարդասեր է։ Մեր գրքերում կա, մենք էլ դա սովորել ենք, չէ՞։ Նայեք Ադանայի ջարդերի ժամանակ Ադանայի հայությունը 3 անգամ աղերսագրով դիմել է Տոլստոյին։ Ասա խնդրում ենք, էլի մի բառ ասա, էլի, այս սպանդը կանգնի։ Այն ժամանակ աշխարհում տարբեր հայտնի մարդիկ դատապարտող խոսքեր են ասում։
Իսկ 10-ի ժամանակ միած ցարական Ռուսաստանը միակ 10-ի։ Մի բան չի ասել։ Մենակ վերջին համակին է պատասխանել, ասել է միայն չի կարող միայն մորթողը մեղավոր լինել։ Մեղավոր է նաև մորթվողը։ Հիմա սա հումանիստ է թե չէ։ Եթե դուք հումանիստ եք, դուք պետք է լինեք վերպետական, վերազգային, ձեր պետական շահը չի կարևորը։ Կարևորը մարդասիրությունն է։ Հիմա եթե դու քրիստոնյա ես, այդ պետական շահը բան չկա քո համար։ Դու քրիստոնյա ես, դու պարտավոր ես կարեկցանքով վերաբերվել եք կարեկցանքով ես մարդու։ Դա համար լետես պետք է լինի։ Մեր եկեղեցու հոգևոր դասը մեր հասարակական դիսկուրսը, մեր հասարակական կյանքը ամենաայլասերող հատվածն է։ Ինչպես նաև փողոցում մաշված մի հատ սարսված հիմա կա հալի մի հատ սրբազան կա։ Դա ում կառաջացնի սա։ Էսա լավ բան չի։ Պարոն Սուքիասյան, վերջերս հրապարակվեց Կովկասյան բարոմետրի իրականացրած այդ սոցհարցումները եւ այդ տվյալների համաձայն եկեղեցին ավելի շատ վստահություն ունի հանրության շրջանում 40% եւ ավելի, դրան զուգահեռ 50-ից ավել տոկոսը հարցմանը մասնակցածների որևէ քաղաքական ուժի չի վստահում, 14-15% Նիկոլ Փաշինյանին է վստահում, 4-5% Քոչարյան եւ այլն։ Արդյոք իշխանությունը այս տվյալները նաև հաշվի առնելով չի թիրախավորում եկեղեցուն, որպեսզի վարկանիշի վրա ազդի։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Կարող է նաև դա է, բայց դրանք հարցի երկրորդական կողմն են։ Գլխավորը այն կոնֆլիկտն է, որը առաջացել է եկեղեցու հոգևոր դասի, եկեղեցու չէ։ Եկեղեցու հոգևոր դասի։ Ես պնդում եմ, որ մեր եկեղեցին օկուպացված է։ Եվ ես պահանջում եմ, որ այս մարդիկ, ովքեր որ մեր եկեղեցու բարձունքում հեծնել են, մանավանդ այդ կոնդակավոր բանը, սևազգեստը, իրենք մեր եկեղեցին օտարում են մեր ժողովրդից։ Այստեղ է հիմքը։ Թե չէ հա հիմա հարցում, հա ճիշտ է, մեր եկեղեցին քրիստոնյա, մեր ժողովուրդը քրիստոնյա է հավաքական մեծամասնությամբ, դրա համար եկեղեցուն կապած է։ Այդ հարցումով, էդի հոնտեղ գրած չի եկեղեցու հոգևոր դասին բանանել, վստահել։ Գրած է եկեղեցուն։ Հա, մենք մեր եկեղեցուն վստահում ենք, դա չի շնորհ կաթողիկոսին են վստահում։ Մեր ժողովրդի հավաքական մեծամասնությունը չի վստահում այս մարդուն։ Այսինքն դա եկեղեցու նկատմամբ վստահություն է, ոչ թե հոգևոր դաս։ Հիմա ոնց որ ասեք պետությունը վստահում եք, թե պետությանը վստահում եք, բայց իշխանությունը կարող վստահել, կարող չվստահել։ Այսինքն ասել այդտեղ չի հիմքը։ Հիմքը շատ ավելի խորքային է, երբ որ ցավալի արձանագրում ունենք մենք, երբ որ մենք որպես հասարակություն, որպես քաղաքական ուժեր, որպես անհատներ ստիպված ենք կռիվ տալու, որպեսզի մեր եկեղեցին ազատագրենք այս հատվածից։ Եվ սա շատ ցավալի բան է։ Դրա համար եթե այս հոգևոր անկումը դուք կունենաք, եւ մենք ունենք հոգևոր անկում։ Մենք ունենք բարոյական անկում։ Սա հա կբերի երբեմն նման վատթարագույն բաների, նման դիսկուրսների, ոչ հաճելի դիսկուրսների։ Համար լավ չի, ես առաջարկում եմ մեր հատկապես տեղ բան կային, այն ակտիվիստներ կան, չէ՞, սրբազանացված ակտիվիստներ, տարբեր թևերից են։ Ախպոր նման են, ինչ կլինի, հանուն հայաստանյաց առաքելական եկեղեցի, գնացեք ճգնավորությամբ զբաղվեք։ Իսկ եթե չէ, իսկ եթե մի օր մենք կլինենք իշխանություն, դուք հաստատ շատ արագ հրաժարական կտաք։ Ինչ եք անելու որ։ Ինչ որ կանենք, կգանք իշխանության, կանենք, կտեսնենք։ Կանենք ֆիզիկական սպառնալիք չեն կանի, բայց կանենք այնպես, որ իրենք հրաժարական կտան։ Հանուն հայաստանյաց առաքելական սուր, իրենք պարտավոր են գնալու։ Որտեղ էլ եմ ասում, այդ մարդիկ, սա ցավալի բան է։ Ես այդ մարդիկ նաև ներքաղաքական կյանքն է, ներպետական կյանք այդ մարդիկ անընդհատ փոթորկում են, բայց դե քանի որ այդ մարդը բան է, եկեղեցին փակ է, մտնել չես կարող, դրսից էլ այդ մարդիկ կառավարվում են, հաստատ կառավարվում են եւ Հայաստանի դեմ։ Այսինքն մենք ինչ անենք, նստենք մեր եկեղեցին, որը էլի եմ ասում, մեր ժողովրդի կյանքում շատ կարևոր դերակատարություն ունի։ Պետությունից ցածր, բայց ամեն դեպքում շատ կարևոր դեր։ Նստենք այս կաթողիկոսանք բոլորը մեր ժողովրդի կյանքը ցնցեն, հա? Քեզի բան։ Դրա համար հազար ու մի ձևեր կա, երբ որ ժամանակը կգա, մենք այդ ձևերի մասին կխոսենք։
Պարոն Սուքիասյան, ձեզ ինչու Գարեգի երկրորդ կաթողիկոսը չի պատասխանում հարցին, թե ինչու է Վլադիմիր Պուտինի կողմից մեդալի արժանացել, նաև իր եղբայրը, որը Մոսկվայի ՀԱԹԵՄ-ի առաջնորդն է, նա ևս ստացել է։ Այս հարցը ես օրինակ իրեն ուղղել եմ մայիսի 9-ին Մայր Հայաստանի հետ հուշահամալիրի տարածքում եւ պատասխան չեմ ստացել։ Ընդհանրապես, ըստ ձեզ ինչու է խուսափում այս հարցից։ Որովհետեւ եթե պատասխանի ձերբակալվելու է որտեվ եթե անկեղծ պատասխանի հաստատ ձերբակալվելու է պետք է ասի ԿԳԲ-ն իմ ծառայությունների դիմաց է դա նախ ընդհանրապես բաներ կա ես տա մեր կաթողիկոսը ինչ որ պետության կողմից որը մեր պետության դեմ է որի խաղաղապահների օգնությամբ Արցախը դատարկվեց չէ ստանում է շքանշան ինչի համար որ ես այդ է հարցը որ ծառայության դիմաց ես դու դա ստացել Ինչի՞ որ ծառայության դիմաց։ Ինչ ծառայություն կա, չէ՞։ Ծառայություն կա։ Իսկ այդ ծառայությունը հոգևոր չի։ Աստվածային չի, քրիստոնեական չի, լրիվ ուրիշ բան է ծառայությունը։ Այ իմ ասածը դրա մասին է։ Հիմա այդ դա էլ իմ ասացի իրավական ձևակերպումն է շքանշան։ Ես որ ասում եմ այդ մարդիկ մեր եկեղեցուն չեն ծառայում, ծառայում են օտարպետության շահերին։ Այդ շքանշանը դրա վերջնական դաջվածքն է, ի ճակատին։ Հավանաբար օրինակ հարցեր կա, ինչի հիմա որոշեցին պարգևատրել։ Պարգևատրեցին մեզ հասկացեն, որ մեր մարդն է։ Իմացեք մեր մարդն է, ու իրեն էլ հասկացեցին, ու դու իմացի, որ մենք գիտենք, որ դու մեր մարդն ես, շարժ չունես տեղից չարժվելու, եւ կառավարում են։ Խելք ունենա չէր վերցնի, որովհետեւ իր ժողովրդի սպանդին Ռուսաստանը մասնակցություն ունի, խելք ունենար քրիստոնյաներ չէր վերցնի։ Դաստավեր են ասեն, այ իմացի, բոլորը կիմանա, որ դու մեր մարդն ես։ Եվ սա լավ չի, դրա համար առաջանում են այսպիսի խնդիրներ։ Այլ թեմաների անդրադառնանք, պարոն Սուքիասյան, Ֆրանսիան պատվո հյուպատոսի գրասենյակ է բացում Գորիսում, երկուշաբթի օրն է տեղ ունենալու այդ միջոցառումը, նախ սա արդյոք կարևոր իրադարձություն է թե ոչ եւ պետք է լիներ հյուպատոսարան, հետո պարզվեց, որ պատվո հյուպատոսի գրասենյակից դրանց կարգավիճակի միջև տարբերությունը շատ է, ըստ ձեզ ինչով էր այս նահանջը պայմանավորված։ Դե չգիտեմ, մի քիչ իրադարձություններ կգնա կհասկանանք, բայց նայենք Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունների դինամիկան։ Նախ ռազմաքաղաքական հարաբերություններ են գրեթե ստրատեգիականի։ Հետո հիշում եք Ֆրանսիան այստեղ ռազմական կցորդ նշանակեց։ Հետո հյուպատոսարան չէ, մի խոսքով պատվո հյուպատոսան են բացում։ Մի կարող է օրինակ ինչ-որ կոնսենսուսի հարց կա, որովհետև ռուսները գիտեք, որ 3 տարի է տառապում են, որ Մեղրիում կամ այդ հատվածում կապանում հյուպատոսարան բացեն, բայց չի ստացվում։ Պարզ է, որ ենթադրելի է, որ Հայաստանի կողմից դիմադրություն կա, կարող է խոսք ենք տալիս, բայց չենք անում։ Միգուցե, որպեսզի իրենք շատ չնյարդանանա, պատվո հյուպատոսություն ենք բացում, որպեսզի մի քիչ էլ բացատրելի լինի, թե ինչի ռուսների հյուպատոսությունը չենք թողնում։ Հավանաբար դա է խնդիրը, իսկ եթե այլ խնդիր կա, պարզ է դժվար է սպայանի իմանալ, մի քիչ իրադարձություններ գնանք, կհասկանանք, բայց դա էլի լավ է, էլի է լավ։ Թող այտենց մի հատ էլ Անգլիայի պատվո հյուպատոսություն լինի։ Հիմա որտեվ հարցը ձևական կողմի մասին չի։ Պարզ է, որ այդ պատվո հյուպատոսությունը ինքը հյուպատոսանի դեր է տանելու։ Այսինքն ձև, իհարկե ձևն է կարևոր, բայց եթե նույնիսկ դա չի, էլի Ֆրանսիայի ներկայությունը համապատասխան տեղեր մեզ համար շատ կարևոր է։ Մենք պետք է աշխատենք հակակշիռների մեխանիզմով։ Մեր պետությունը շատ է ծանրացած ռուսական մարմնով, Ռուսաստանը շատ տեղերում շատ ներկա է եւ սրան հակակշիռներ են պետք։ Դրա համար Հայաստանի Հանրապետությունը, այո, եթե պետք է մի հատ էլ Միացյալ Նահանգների հյուպատոսություն պետք է բացի։ Ասի ինչ ասեմ, դինամիկ գործընթաց են, թող գնանք հասկանանք։ Նախ մի քանի տարի առաջ ասում էին, որ սա Ֆրանսիան որոշել է բացել Ադրբեջանին զսպելու համար, դա կարողանալ է նման գործառույթ կազմակերպել, հաշվի առնելով ֆրանս-ադրբեջանական ոչ այնքան լավ հարաբերությունները։ Ոչ, միայն դրանով չէ, դա հո Ադրբեջանին զսպելը հո միայն դրանով չի, Ադրբեջանին զսպելու տարբեր համակցված գործիքներ կան։
Նախ իհարկե գլխավորը մենք պետք է լինենք մեր բանակով, մեր պետության հավաքական պոտենցիալը, որը բարձր տեղը չի։ Բայց քանի որ դա տեղը չի, մենք դա ներդաշնակում ենք այլ գործիքներով, Եվրոմիության դիտորդներով, Հռոմի ստատուտ վավերացնելով, Հնդկաստանից զենք գնելով, ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունների պայմանագիր ունենալով, Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական հարաբերություններ ունենալով, մեր աշխարհագրության կարևորությունը ընդգծելով, որտեղ մեր աշխարհագրությունը մեր անվտանգության համակարգի մեջ դեր ունի, մեր կոմունիկացիաները մեր անվտանգության համակարգի մեջ տեղ ունեն։ Գումարած Իրանի հայտարարությունները, որ տարածաշրջանում սահմաններ չպետք է խախտվեն այլևս։ Սրանք բոլորը հավաքականորեն զսվում են Ադրբեջանին։ Հիմա եթե մենք անընդհատ նոր բաղադրիչներ ավելացնենք, Ֆրանսիայի հպատոսություն, միգուցե մեկ ուրիշ պետության հպատոսություն կամ ուրիշ բաներ, սրանք բարձր որ միասնական զամբյուղի մեջ եթե դնենք, կշիռը մեծանում է։ Առանձին կշիռները թույլ են, բայց իրար հետ կշիռը ուժեղ է։ Եվ սա պետք է լինի մեզ համար հնարավորություն ժամանակ ձգելու եւ այդ ժամանակի մեջ արագ մեր պետության պոտենցիալը, պետության հզորությունը հավաքելու եւ գլխավորապես մեր բանակի, բայց ելի գլխավոր միտքը հասկանալով հետեւյալը, որ մեր անվտանգության գլխավոր երաշխիքը մեր բանակն է, մեր տնտեսությունն է, մեր շատ ուրիշ հարաբերություններ են, ինչ ասեմ։ Ուզում ասեմ, մենակ դրանով չի։ Մենք կարողացել ենք մեր շուրջ ստեղծել այնպիսի նվազագույն հաշվեկշիռ, որը Ադրբեջանին թույլ չի տալիս այդ հաշվեկշիռը խախտել եւ արձակվել։ Իսկ որ կապանում ռուսական հպատոսություններին դա չի, այդ բաղադրիչի գումարվի։ Չէ, դա այդ բաղադրիչին մինուս մի բան տանում է, որտեվ այդ բաղադրիչը հո չի լինելու ազնիվ հարաբերություն, դա լինելու է խառնակցությունների տեղ Ռուսաստանի համար։ Եվ դա շատ վատ է, դա լինելու է լրտեսության որջը Ռուսաստանի կողմից։ Որտեվ եթե նայեք, միայն Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում, հələ այսքան բան հո չկար, հո Եվրոմիության դիտորդ չկար, հո Հռոմի ստատուտ չկար, հո շիբան չկար, չէ՞։ Միայն Ռուսաստանի ռազմական ներկայությունը բավարար է, որսի Ադրբեջանը ռազմական ագրեսիա չաներ Հայաստանի Հանրապետության դեմ, արել է, չէ՞։ Արել է։ Հետո մարդիկ իհարկե ռուսները տապակ բացատրություններ ունեն, դե մեր թիվը քիչ է բան, էլի, ամեն անգամ ես մի բան խոսում եմ, թիվը չի կարևոր, դրոշն է կարևորը։ Այդտեղ միջուկային երկրի դրոշ է դրած, չէ՞։ Բայց ո՞նց է լինում, որ դա իրենք կարողանում են շրջանցել։ Նշանակում է դուք կամ ձեր տեղում չեք, կամ ձեր պարտավորություններից եք հրաժարվել։ Ընդ որում, ասեմ, ոչ թե Ռուսաստանը մեզ լավություն է անում, թող գնան լավություն ես տատերին անեն, դա միջպետական պայմանագիր կա, պարտավորություն ունես, դու ունես պարտավորություն։ Հիմա այս մարդիկ ոչ միայն այս պարտավորություն չեն կատարել, այլև անընդհատ համահունչ Ադրբեջանի հետ աշխատում են։ Ադրբեջանի հետ աշխատում են, տեսեք, մեր պետության մեջ մեր պետության վրա հարձակում է եղել, ասում են լավ չենք ջոգում, հարձակվել են թե չէ։ Այդ սահմանը կարող է մի քիչ լավ չեք սահմանագծել, դա համար չեմ ջոգում։ Մի խոսքով, բարձր չէ, հիմա 40 անգամ չասենք, էլի, այս պետությունները իրար հետ են մեր դեմ։ Դա համար եթե Ռուսաստանի հպատոսություն բացվի, դա մեր անվտանգության բաղադրիչի թուլացում է։ Իսկ եթե ենթադրենք, ուժ չունենք, չենք կարողանում թույլ տալ, օրինակ, պետք է հակակշիռ ստեղծվի։ Օրինակ ԱՄՆ-ն էլ պետք է հպատոսություն ստեղծի։ Մի հատ էլ Անգլիայի հպատոսություն պետք է, որովհետեւ հակակշռի դա, եթե ենթադրենք մեր ուժը տեղը չի հակադրվելու։ Բայց ես մեզ առաջարկում եմ գլխավորը դիտել մեր ինքնիշխանությունը եւ մեր արժանապատվությունը։ Մենք ունենք բավարար պոտենցիալ թույլ չտալու, որ Ռուսաստանը այդտեղ հպատոսություն բացի։ Հիմա դուք ինչ եք կարծում, իսկապես մենք այն փուլում ենք, ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, որ պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Ընդ որում նա այս հայտարարությունն անում է այն ֆոնին, որ Ադրբեջանը սկսելու չի դադարեցնում կրակոցները Սյունիքի գյուղերի ուղղությամբ։ Այն որ պատերազմի վտանգ չկա, այդ հաստատ է։ Իսկ խաղաղություն կլինի թե չէ, այդ հետո կերևա։ Պատերազմի վտանգ չի նշանակում, որ անպայմանորեն լինի խաղաղություն։ Իհարկե դրա բացակայությունը ինքնին խաղաղության դրսևորման նշան է, բայց որ լինի այն խաղաղությունը, որը որ մեր երազն է, եւ որի մասին շատ խոսում է իշխանությունը, դրա մասին թողենք հետո։ Մենք մինչեւ Նիկոլ Փաշինյանն էլ մենք քանի տարի ասում ենք, որ պատերազմի վտանգ չկա։ Չկա, որովհետեւ
փաստական իրողությունները թույլ են տալիս դրանց վերլուծության հիման վրա պնդել, որ պատերազմի հավանականություն չկա։ Իհարկե Ադրբեջանը բարձր չի ուզում, ձևացնում է շատ բաներ, ձևացնում է խաղաղություն գնալ, ինչ կուզե կարող է ասել, էլի։ Բայց պատերազմի վտանգ չկա։ Հա, մանր մուներ ինչ-որ այլանդակություններ լինում են, հա կլինեն, բայց դրանք հիմք չեն, որսի մենք պատենք, որ պատերազմ կլինի։ Բոլոր նախադրյալները կան պատերազմ չլինելու։ Շատ եմ ասել, ելի եմ ասում, տարբեր բաներ կա, Եվրոմիության դիտորդ կա, Հնդկաստանից զենք կա, Ֆրանսիայի ներկայություն կա, Ալմատին է ճանաչել, խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ բանակցվել պրծել է, ԱՄՆ-ի հայտարարությունները կա, ԱՄՆ-ի հետ մենք ռազմավարական համագործակցություն, սրանք բոլորը հիմք են ընդելու, որ պատերազմ լինելու հավանականություն չկա։ Իսկ խաղաղության պայմանագիրը վերջնականորեն երբ կկնքվի, կկնքվի լավ է, եթե չկնքվի, ես մեզ առաջարկում եմ մեր ամբողջ նյարդերը չտանենք դրան, որ դա կնքվի, որովհետև դա կարող է ենթադրենք ուշ կնքվել, կարող չկնքվել, բայց իհարկե հավանականություն մեծ է, որ կկնքվի, բայց եթե նույնիսկ չկնքվի, ողբերգություն չի, մենք պետք է սովորենք այս պայմաններում ապրել։ Ռուբիոն է նաև խոսում լարվածության մասին, ասում է կանխարգելիչ քայլեր ենք ձեռնարկել, ոչ տեղի չունեն այդ գործընթացը։ Ամեն դեպքում մի բան կա, չէ՞ որ Վաշինգտոնը հայտարարում է։ Այո, բայց դա հերթական հիմքն է, չէ՞ որ պատերազմ լինելու հավանականություն չկա։ Ցանկություն կա Ադրբեջանի կողմից, բայց զսպիչ մեխանիզմները այնպիսին են, ամեն դեպքում այս պահին այնպիսին են, որ նա ագրեսիայի հավանականություն չունենա։ Կարող է հետախուզական տվյալներ ունեն, որ սրանք ինչ-որ բան են որոջում։ Դրա համար հենց գլխներին տվեցին։ Ինչ էր ասել այդ մարդը, չէ՞, ասել էր մենք հետևում ենք, որ խաղաղության պայմանագիրը կնքվի, Ադրբեջանի հետ համագործակցում ենք, բայց ինչ-որ խնդիրներ ունենք, մարդու իրավունք եւ այլն։ Այսինքն հասկացեցին, որ եթե չափը տանսես, այս հարցերով դեմ կտանք։ Դա ասել բոլոր հիմքերը կան եւ գործող նոր ձևավորվող աշխարհակարգի տրամաբանությունը այնպեսին է, որ տարածքային ամբողջականությունը դարձել է սրբազան բան։ Այսինքն նոր աշխարհակարգը վերաձևակերպելու համար ինչ որ մի հատ բան է պետք, որի շուրջ աշխարհը պետք է կոնսենսուս ունենա եւ այդ ինչ որ բանը տարածքային ամբողջականությունն է։ Նաև գումարեք մեր աշխարհագրության կարևորությունը, մեր կոմունիկացիաների կարևորությունը, եւ շատ ուրիշ բաներ, սրանք բոլորը հիմք են տալիս, որ պատերազմի վտանգ չկա։ Միացյալ Նահանգները միայն զսպում է գործողություններ չլինեն, թե նաև կարող է քայլեր ձեռնարկել, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Դե այն որ խաղաղության պայմանագիրը բանակցվել է, պարզ է, չէ, որ դա միայն մեր ուժի բանը չի։ Ուրեմն աշխատող այլ հանգամանքներ կան։ Դա ԱՄՆ-ի պարագան է։ Ընդ որում ասեմ, գլխավոր պարագան, երբ որ հանկարծ Ադրբեջանը մի քիչ փոխվեց, Թուրքիան մի քիչ փոխվեց, դա եղել է Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը։ Այդ ցեղասպանության ճանաչումը ինչու եղավ, որովհետև իրենք հասկացան, որ կա ռուս-թուրքական գործարք, տարածաշրջանում բալանսը խախտվում է։ Հենց այդտեղ ցեղասպանություն ճանաչեցին, այսինքն Թուրքիային հասկացեցին չափը ճանաչի, այս քո պիգմեին էլ չափավորի։ Այսինքն ուզեմ ասել, նաև մեր ժողովուրդը պետք է իմանա, երբ է հնարավոր ցեղասպանության ճանաչում, դա մեր ուժի բանը չի, երբ որ աշխարհակարգի մեջ բալանսը Թուրքիան շատ կխախտի։ Դա ով գիրք գրելով չի, գնա Վիլսոնի մասին գիրք գրես, Բայդենը կարդա, հանկարծ ճանաչի, զարմանա ու ճանաչի։ Այդպես չի։ Այսինքն մեր Հայաստանի անվտանգության եւ Ադրբեջանին չափավորելու գլխավոր երաշխիքը դա Բայդենի ցեղասպանության ճանաչումը։ Դրանից հետո իրավիճակը շատ է փոխվել։ Դրանից հետո Եվրոմիության դիտորդները միացան եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղից սկսած իրենք աշխատել են։ Դա միայն մեր ուժի բանը չի եղել։ Աշխատել են, չափավորում են, միայն ԱՄՆ-ի հայտարարությունները իհարկե արդեն իրենք զսպիչ մեխանիզմներ են, բայց դուք հիշում եք ժամանակի նաեւ ԱՄՆ-ի նախորդ իշխանությունների ժամանակ եղավ հայտարարություն, որ եթե պայմանությունը խախտեք, այսինքն գնաք ռազմական ագրեսիայի, մենք մեր ամբողջ պոտենցիալը կկիրառենք։ Դա ասել, տեսեք, խնդիրը ինչու՞մն է։ Մենք այսօր շատ ենք ֆիքսվել պայմանագիրը ստորագրելու վրա, բայց դա չի կարևորը։ Պայմանագիրը բանակցվել 17 կետ բանակցված պրծած է, չէ՞։ Այսինքն ըստ էության այդ պայմանագիրը ստորագրված է, ձևական կողմն է մնում։ Որտեվ եթե ինչ է նշանակում, եթե պայմանագիրը համաձայնեցել պրծած, ստորագրել, չստորագրել այդ ո՞րն է։ Պայմանագիրը համաձայնեցված է, չէ՞։ Դա ասել բոլոր հիմքերը կան մտածելու,
որ եւ արտաքին աշխարհի ճնշումը եւ մեր արտաքին աշխարհի համար հասկանալի արտաքին քաղաքականություն հիմք են տալիս, որ այդ պայմանագիրը ամենայն հավանականությամբ կստորագրվի։ Շնորհակալություն, պարոն Խնդրեմ։ Հարցազրույցի համար։